Ողջույն։ Մի քանի օր առաջ Թալինում, դրանից առաջ Վեդիում եւ այլ վայրերում քարոզարշավի ժամանակ Հայաստան Դաշինքի առաջնորդ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մոտենում էին մարդիկ եւ բողոքում, որ Ռուսաստանի Դաշնությունից արտագնա աշխատող իրենց զավակներին, հարազատներին դեպորտ են արել Փաշինյանի հակառուսական գործողությունների պատճառով։ Բազմից են կահազանգել, թե այս քաղաքականության վերջը ինչ է լինելու եւ որ տուժելու է հայ ժողովուրդը։ Մոտ 2.5 միլիոն հայ ապրում է Հայաստանում, մոտ 3 միլիոն ապրում է Ռուսաստանում եւ Նիկոլ Փաշինյանի իշխանության քայլերը հետեւողականորեն վնասում են այդ 5.5 միլիոն հայ մարդուն։ Սա ինչ անում է, ասում է, մեր շահերից է բխում, բայց եթե այդ քայլերի արդյունքում տուժում է Հայաստանի Հանրապետության բնակչության 80%-ից ավելին, իսկ հայ ժողովրդի կեսը, ուրեմն չեմ հասկանում, թե ոնց է բխում մեր շահերից։ Ինչն է բխում մեր շահերից։ Փաստացի Հայաստանի Հանրապետության իշխանությունը հայ ժողովրդի շահերի դեմ է աշխատում։ Ու եթե ինչ որ զգուշացնում էինք առաջ վերլուծություն էր, հիմա վերլուծելու բան չկա։ Արդեն ամեն ինչ իրականում տեղի է ունենում։ Ընդամենը մի քանի օրվա ընթացքում իմացանք, որ Ռուսաստանն արգելել է Հայաստանից ծաղիկների ներմուծումը։ Հայաստանից ծաղիկների 99%-ը արտահանվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Ջերմոցատերերն ասում են, Նիկոլի փռած ասֆալտի վրա $100,000 ծաղիկ ենք թափել։ Եթե սրանից 8 տարի առաջ ծաղիկների 90%-ն էր արտահանվում Ռուսաստան, հիմա 99%-ը։ Հարյուրավոր ջերմոցատերեր կան, աշխատողներ ունեն, վարկեր ունեն, բոլորը տուժել են։ Ծաղիկներին հաջորդեց ջերմուկը, արգելվել է 37 միլիոն շշի վաճառք։ Դրանից հետո իմացանք, որ արգելվել է կոնյակի մի մասի վաճառքը։ Հայաստանում տարեկան արտադրվում է մոտ 20 միլիոն լիտր կոնյակ եւ 80%-ից ավելին արտահանվում է հենց Ռուսաստանի Դաշնություն։ Երևան-Մոսկվա ուղղությունը օդային ամենածանրաբեռնվածներից է։ Ամեն օր միջինը 35 չվերթ է Երևան-Մոսկվա գնում գալիս։ Ռուսական մյուս քաղաքները չեմ ասում։ Այս բոլորը վտանգի տակ է։ Դա եւ արտագնա աշխատանք է, եւ բիզնես գործունեություն, տուրիզմ, տնտեսական աճ։ Մենք իրականում տնտեսական սոցիալական աղետի մեջ ենք։ Դեռ չենք զգում։ Դեռ զգում են միայն նրանք, ովքեր հայտնվեցին, այսպես ասած, սև ցուցակում։ Վաղը կզգա մեր երկրի յուրաքանչյուր բնակիչ։ Դուք տեսել եք ժողովուրդ, ՔՊ-ն այս քարոզարշավում այդ խնդիրներից խոսի։ Ժողովուրդը անհանգիստ է, ինչ է լինելու մեր արտադրանքը, մեր գյուղմթերքը, մեր ծաղիկը, մեր եկամտի աղբյուրը, մեր անվտանգությունը։ Սա գնում հայտարարում է քարոզարշավում։ Ծառուկյանի տները խլելու եմ, Սամվել Կարապետյանը նստելու է, Քոչարյանը նստելու է, Արարատ ցեմենտը խլելու եմ, վենդետաներ եմ անելու, անիմաստ լայլայներ, մարդկանց ընդհանրապես չհուզող թեմաներ եւ անդադար իհարկե խժռոց, բայց այդ տեղեկատվական աղբը չի կարող չեզոքացնել մեր գլխին գալիքը։ Այն օրը Պապոյանն էր ասում, հիմա Ալենն է ասում, թե ընդդիմադիրներն են Ռուսաստանին հրահրում ու կոչանում Հայաստանի դեմ սանկցիանել։ Ըստ Ալենենց, ընդդիմադիրները բացատրում են Պուտինին, թե Ռուսաստանի Դաշնության շահերը որոնք են ու ցույց են տալիս, որ Նիկոլը եւ այլն։ Այսինքն սա հիմարություն է, Ժորժ ջան։ Ըստ ՔՊ-ի, այսինքն ընդդիմությունը թարգմանում է Ալենի ու Նիկոլի հակառուսական հիստերիան, հեռարձակում է Երևանում Զելենսկու հակառուսական ելույթը ու խնդրում է Ռուսաստանի Դաշնությանը ինքը իրեն պաշտպանի։ Լավ, դուք ադեկվատ եք։ Ընդդիմությունը մեռավ զգուշացնելով, թե ձեր այս քայլերը ինչ են բերելու։ Բայց եթե Հայաստանի ընդդիմությունն այդքան ուժեղ է, որ կարողանում է գերտերության վրա ազդել, բա գնացեք թող ընդդիմությունը գա, մալադեց, որ այդքան հզոր ընդդիմություն ունենք, բա որ իշխանություն լինի, ինչ կանի։ Ռուսական արգելքներից հետո իբր օգնության է հասնում Թուրքիան, ու Նիկոլը հայտարարում է, թե Ախալքալակ կարճ երկաթուղով կարող ենք արտահանել ներմուծել։ Նիկոլի էկոնոմիկայի նախարարն էլ հայտարարում է, թե կարող ենք այսուհետև արտահանել ապրանքներ Եվրոպական միություն։ Ծաղկաբույծները, որ ամեն օր մի քանի $100,000 ծաղիկ են թափում, խի այսօր հերթ չեն կանգնել Ախալքալակ կարճ վագոնների մոտ։ Ձեռք է կառնում։ Հա ձեռք է կառնում, հասկացանք, բայց ում։ Պապոյանը շուկաներ է ստեղծել, թե որ երկաթուղին բաց է ավտոմատ Եվրամիությունում հոլանդական վարդերը փոխանցելու են Զվարթնոց գյուղում աճեցրած կակաչներով։ Էկոնոմիկայի նախարարը, որ Հայաստանի կրծած քարտեզը դոշին կախած ման է գալիս, գնացել է մի ջերմոցատերի այցի։ Ջերմուկ արտահանողն էլ, կոնյակի խոշոր արտահանողն էլ նիկոլական են,
Բայց գնա ձերոնց գոնե հարցրու ինչ օրի եք ու ինչ է ձեր գլխին դեռ գալու։ Եվրոպա արտանվող հայկական արտադրանքի մեջ հիմնական տեղը զբաղեցնում են հանքահումքային մետաղական արտադրանքը, թանկարժեք մետաղներ, քիչ քանակությամբ կոնյակ, գինի, պահածո, ջրեր, շատ քիչ, եւ նաեւ քիչ քանակությամբ թեթև արդյունաբերական եւ տեխնոլոգիական ապրանքներ։ Քիչ է արտահանվում ու պատճառը եվրոպական շուկայի բարձր ստանդարտներն են՝ որակ, սերտիֆիկացում, սննդային անվտանգություն, էկոլոգիական նորմեր, փաթեթավորում։ Դա չի նշանակում հայկականը վատն է։ Ուղղակի կան ստանդարտներ, որոնց հայկական արտադրանքը քչերին է համապատասխան։ Էլ չեմ ասում, որ փոխադրումները բարձրացնում են ինքնարժեքը, դարձնելով հայկական ապրանքը ոչ մրցունակ։ Լեզվական խնդիրներին էլ չեմ անդրադառնում, որոնք չափազանց կարևոր են։ Այս իշխանությունը 8 տարի հայ-ռուսական հարաբերությունները փչացնելով հանդերձ մեկ քայլ չի կատարել դեպի Եվրոպա առևտրի քանակական եւ որակական փոփոխությունների վրա։ Գիտեր ինչ օրի է հասցնելու, բայց բան չի արել։ Մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասուլիս կտա, փաստաթուղթ ինչ-որ կստորագրեն, սա իհարկե միջամտություն է Հայաստանի Հանրապետության ներքին գործերին, նախընտրական աջակցություն է Նիկոլին, բայց հետաքրքիր է, Ռուբիոն հետը հայ ջերմոցատերերի ծաղիկներն է տանելու Վաշինգտոնի շուկաները լցնի, ջերմուկ ու կոնյակ է տանելու վաճառի Միացյալ Նահանգներում, թե արտագնա աշխատանքի մեկնողներին է տանելու։ ԱՄՆ պետքարտուղարը հունիսի 10-ից ինքնաթիռներ է ուղարկելու հայկական ծիրանի հետևից։ Ռուբիոն թուղթ է ստորագրելու, որ ադրբեջանցիները չեն գա Հայաստանում ապրեն։ Ոչ մեկն էլ չի լինելու։ Մնացածը սուտ է։ Ժորժ ջան, ես հենց սա եմ համարում թուրքական գիծ։ Երբ սրանք Ռուսաստանից տնտեսական կախվածությունը հասցրել են մաքսիմումի եւ փչացնում են կապերը։ Կարճ ասած, բնականաբար Նիկոլ Փաշինյանը մեզանից լավ գիտի, թե ինչ է սպասվում իր ընտրվելու դեպքում մեր երկրին ու մեր ժողովրդին։ Գիտի, որ Ռուսաստանի Դաշնության սանկցիաները աղետաբեր են լինելու, գիտի, որ Եվրամիություն չենք մտնելու, գիտի, որ ադրբեջանցիներ են գալու Հայաստանում ապրեն, գիտի, որ հողեր է տալու, նա ամիս ամսաթվով գիտի երբ ինչ է լինելու, եթե ինքը մնա։ Մենք ընդամենը գիտենք, որ 37 միլիոն շիշ ջերմուկ է արգելվել Ռուսաստանում, այսքան կոնյակ, այսքան ծաղիկ, բայց նա հո գիտի նոր արգելվողների ցանկը։ Նիկոլը լավ գիտի, որ իր օրոք Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն կարգավորվի եւ ավելին, սրանք նախազգուշական քայլեր են եւ հունիսին սկսելու է սև շրջանը հայկական բիզնեսի համար։ Սա գիտի իր մնալու գինը, բայց ամեն ինչ անում է, որ մնա ի հեճուկս հայ ժողովրդի։ Մնում է պարզել հայ ժողովրդի նկատմամբ նրա թշնամանքի բուն պատճառը։ Գենետիկ է